Ռուսները մի հատ թազամեմ ունեն տեսել ես, որ հայերը յուրերի հանդեպ տենց շատ ուշ բարի մարդիկ են, իրար հանդեպ լրիվ ֆաշիստ։ Դենց էլ կա, դա էլ է այդ նույն սոցիումի վարքը։ Այ խոսելով սոցիումի վարքից ու առհասարակ թե ոնց է պետք լինի։ Պատկերացրու, ասենք, չգիտեմ, նույն հետ գալով Կասկադի ռեստորաններից որ գնամ իր տիրոջ ասեմ, գիտես, քո բանը 4000 դրամնոց սալատի մեջ դառը վարունգ էր։ Նախ ինքը առաջինը կնեղանա թե եսով այս անծանոթ մարդը որ եկել է ինձ բանը ասում, ասենց սիրուն ապսեով իրան ասենց սիրուն սարքել եմ, այս ամեն ինչը լավ տեղում բերել եմ դրել եմ ելեմ, բայց այդտեղ մյուս խոսակցությունն է գալի, նույն այդ ռեստորանների 90%-ում երաժշտությունը, որ մենք լսում ենք, ինքը կուրացիա չունի, այդ ուղղակի մենեջերի կամ օֆիցիանտի որոշած երաժշտությունն է։ Ինչի մենք պետք է շորը ընտրենք, իսկ ուտելիքը չընտրենք։ Ինչի պետք է շորը կարևորը լինի, իսկ ուտելիքը չէ։ Ինչի այդ հարցերը չեն տրվում։ Նա այստեղ թեման ինչն է, ես շատ լավ գիտակցում եմ, որ մենք նոր պետություն ենք։ Այստեղ խնդիրն է, որ պետությունը ինքը պետք է գիտակցի, որ ինքը ոնց որ նոր է, ու ինքը պետք է հասկանա, որ այն լուծումները, որը կա կամ կար, ինքը չի աշխատի։ Ու պետք է հենց մեր երկրի վրա աշխատող լուծում, մեր ոնց որ ինչ-որ մեխանիզմ, որ հենց մեր երկրի դեպքում կաշխատի։ Որովհետև ուրիշ տեղում, ասենք մասնավոր ուրիշ ֆորմա ունի, ուրիշ ձև է այդ ամեն ինչը աշխատում, մեր մոտ ուրիշ ձև է, հետո սրտացավության ձևը մեր մոտ մի քիչ ուրիշ է։ Հա, ելնելով միլիոն բանից ու միլիարդ վերքերից։ Ու իրար օգնելու ֆորմաներներ են ուրիշ։ Ինչի պետք է տուրիստները գան, իրանք տեսնեն մեր սրտաբացությունը, իսկ մեր մոտ այդ սրտաբացությունը չաշխատի։